Երջանկություն կարելի է գտնել ամենամթին ժամանակներում անգամ։ Միայն չպետք է մոռանալ լույս վառել։ Albus Percival Wulfric Brian Dumbledore. Հարի Փոթեր, այսպես է կոչվում այն ֆիլմը, որը գրեթե չկա այնպիսի մարդ, ով չիմանա այս ֆիլմի մասին եւ Հարի Փոթերի կախարդական աշխարհի մասին։ Այսօր մենք խոսելու ենք Հարի Փոթեր ֆիլմի թաքնված գաղտնի հատվածների մասին եւ այսօր ես ցես կասեմ մի քանի գաղտնիքներ, որոնք դժվար թե դուք նկատացնեիք։ Հարի Փոթերը եւ Գաղտնի սենյակը ֆիլմը դիտելու ժամանակ կարող ենք հանդիպել այս հատվածին, երբ որ Ալբուս Դամբլդորը Հարի Փոթերին հարց է տալիս. «Կա այնպիսի բան, որ ցանկանում ես ինձ ասել»։ Հարի Փոթերը պատասխանում է. «Ոչ, սեր, ոչինչ»։ Շարունակելով դիտել ֆիլմը, Թոմ Ռեդլի հիշողության մեջ տեսնում ենք, որ Ալբուս Դամբլդորը նորից նույն հարցը տալիս էր Թոմ Ռեդլին, եւ Թոմ Ռեդլը պատասխանում էր նորից նույն ձև. «Ոչ, սեր, ոչինչ»։ Կա որևէ բան, որ ուզում ես ինձ ասել։ Ոչ, սեր։ Ոչինչ։ Ինչ-որ բան կա, որ ուզում ես ասել ինձ։ Ոչ, սեր։ Ոչինչ։ Այստեղ Դամբլդորը գլխի է ընկնում Հարիի մտադրությունների մասին եւ այդ պատճառով Ֆենիքսին ուղարկում է Գաղտնի սենյակ։ Այսպիսով եւս մեկ թաքնված դետալ Հարի Փոթերը եւ Գաղտնի սենյակը ֆիլմում։ Երբ Հարին ու Ռոնը գալիս են Հագրիդի տուն, որպեսզի զրուցեն նրա հետ, այդ պահին գալիս է մոգության նախարարը Դամբլդորի հետ եւ Լուցիուս Մալֆոյը նրան տալիս է թուղթ, որտեղ կան խնամակալների ստորագրությունը, որպեսզի Դամբլդորը հեռանա դպրոցից։ Դամբլդորը միանշանակ հեռանում է դպրոցից, բայց Հագրիդի տանից դուրս գալուց նա ասում է. Հոգվարցում օգնություն կգտնեն նրանք, ովքեր որ դրա կարիք ունեն, եւ այդ ժամանակ նայում է Հարիին ու Ռոնին, թեկուզ նրանք թաքնված էին թիկնոցի տակ, բայց Դամբլդորը գիտեր, որ նրանք այնտեղ են եւ ուշադիր նայում է նրանց։ Դա նրանց էր, որպեսզի նրանք չվախենան ոչնչից։ Հոգվարցը ցանկացած բանակայում օգնություն կտրել մատի նրանց, ովքեր դրա կարիքը ունեն։ Իսկ հիմա տեղափոխվենք Հարի Փոթերը եւ Կիսարյուն արքայազնը ֆիլմ։ Երբ Սնեյփը սպանում է Դամբլդորին, այդ ժամանակ ուսանողները եւ ուսուցիչները լույս են արձակում երկինք։ Դա խորհրդանիշ էր հարգանքի եւ ցավի, որոնք որ նրանք ցավում են նրա մահվան մեջ, բայց այստեղ կարող ենք հիշել Դամբլդորի մի փոքրիկ խոսքերից մեկը. Երջանկություն կարելի է գտնել ամենամթին ժամանակներում անգամ։ Միայն չպետք է մոռանալ լույս վառել։ Իսկ հիմա անցնենք Սևերուս Սնեյփին։ Սևերուս Սնեյփը փրկել է Սիրիուս Բլեքի կյանքը, որքան էլ որ տարօրինակ է, քանի որ Սնեյփը փոքրուց չի սիրել Ջեյմս Փոթերին եւ Սիրիուս Բլեքին, սակայն նա խոսք է տվել, որ պաշտպանելու է Հարի Փոթերին։ Փյունիկի միաբանության ֆիլմում կարող ենք տեսնել այս հատվածը, երբ որ Հարի Փոթերը տեսիլք է ունենում, թե Վոլդեմորտը բռնել է Սիրիուս Բլեքին եւ տանջում է, ուզում է մարգարեություն։ Սակայն Հարի Փոթերը Սևերուս Սնեյփին ասում է այս խոսքերը. նա բռնել է ուրվակերպին, նրան պահում են այնտեղ, որտեղ այն պահված։ Նա բռնել է ուրվակերպին։ Նրան պահում են այնտեղ, որտեղ այն պահված է։
Սակայն նրանք երբ գալիս են տեսիլքի վայրը, տեսնում են, որ Սիրիուս Բլեքը այստեղ չէ։ Սա նշանակում է, որ Սնեյփը փրկել է Սիրիուս Բլեքի կյանքը, որպեսզի Հարի Փոթերը չվտանգի իր կյանքը, փրկելով Սիրիուս Բլեքին, եւ հավանաբար կարող էր նա տեսնել Սիրիուս Բլեքի մահը։ Սակայն նա տեսնում է Սիրիուս Բլեքի մահը։ Իսկ հիմա տեղափոխվենք Հարի Փոթերը եւ մահվան պարգևների պատմությունը։ Պատմությունը դիտելիս մենք հասկանում ենք, որ մահվան պարգևները 3-ն էին. ավագ փայտիկը, վերակենդանացնող քարը եւ անտեսանելիության թիկնոցը։ Սակայն թե նրանք ինչպես են իրանց տերերին փոխում, հիմա դրա մասին կխոսենք։ Ինչպես հայտնի է, ավագ փայտիկը փոխանցվում է սպանությամբ։ Ինչու է դա այդպես։ Քանի որ ավագ եղբորից փայտիկը խլել են սպանությամբ, նրան սպանել են եւ փայտիկը գողացել, եւ այդպես էլ շարունակվել է։ Իսկ անտեսանելիության թիկնոցը ժառանգաբար, քանի որ երբ որ մահը դառնում է կրտսեր եղբորը, կրտսեր եղբայրը իր հակից հանում է անտեսանելիության թիկնոցը եւ տալիս է իր որդուն, այդպես ժառանգաբար փոխանցվում է անտեսանելիության թիկնոցը եւ կրտսերի եղբորից սերում էր Փոթերների ընտանիքը։ Իսկ վերակենդանացնող քարը սիրելիներին կորցնելուց կարող ենք մտածել այսպես, եւ շատերը մտածում են, թե դա Սնեյփին է պատկանում, քանի որ Սնեյփը կորցրել էր իր ամենասիրելիին Լիլի Փոթերին, բայց սակայն վերակենդանացնող քարը Վոլդեմորտին էր պատկանում, եւ Վոլդեմորտը մի մատանի ուներ եւ այդ քարը մատանու վրա էր։ Այդ մատանին Հորքրուքսներից մեկն էր, որը որ Դամբլդորը նզովվել էր։ Սակայն Դամբլդորը, երբ որ հայտնաբերում է այդ Հորքրուքսը, վերակենդանացնող քարը վերցնում է եւ դնում է Սնիչի մեջ, եւ Սնիչը նվիրում է Հարի Փոթերին, որը որ վերջում բացվում է Հարի Փոթերի մահվանից առաջ։ Այսպիսով այսքանն էին մեր գաղտնիքները։ Շնորհակալություն, ցտեսություն, կհանդիպենք։